Հայաստան վերադարձած գերիներից Վիգեն Էյուլջեքչյանի կինը Լինդա Էյուլջեքչյանը ABC մեդիայի հեռախոսազանգից է տեղեկացել, որ ամուսնուն ազատել են գերությունից։ Վագիվ Խաչատրյանի դուստրը Վերան ընկերուհու հեռախոսազանգից է իմացել։ Փաստացի, գերիների հարազատներից որևէ մեկին չեն տեղեկացրել իրենց հարազատի վերադարձի մասին։ Բոլորի պես Նիկոլ Փաշինյանի գրառումից են իմացել։ Ինձ թվում է իշխանությունները ուզում են ցնցել հասարակությանը, իբրի ինչ են արել, ասենք էլի գերագնահատել իրենց ներդրումը այս հարցում իմ տպավորությամբ դա էր պատճառը, որ չեն տեղեկացրել, բայց ասենք ոնց կարելի է չտեղեկացնել այդ մարդկանց։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գերիների ընտանիքներին չտեղեկացնելը կապում է իշխանության անուշադրության հետ։ Ըստ նրա պարզապես պակասում է պետական հոգացությունը։ Այստեղ չկա որևէ անվտանգային կամ իրավական հարց։ Այստեղ հանրությանը պետք է պատրաստվել, հանրությանը նրանք ուզում են ցնցել մշտապես պետության, հոգացության, ուշադրության ներքո բոլորինը։ Հաշվի չի առնվել որևէ նրբություն։ Facebook-ում գրառում անելուց առաջ պետք էր նախապես տեղեկացնել եւ հաշվի առնել հարազատի հոգեբանական վիճակը։ Կարծում եմ քաղաքացու իրավունքների պաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Հեքիմյանը։ Նման դեպքերում անհրաժեշտ է ուղղակի նախապես հարազատներին տեղեկացնել, հակառակ դեպքում դա վտանգավորել է։ Գիտեք ինչ, նման լուր իմանալուն պես հարազատը կարող է ուղղակի սիրտը կանգնի ենթադրենք, բառից բուն իմաստով, դրա առողջությանը վնաս։ Բայց իրավապաշտպանը գերիների հարազատներին չտեղեկացնելու պատճառն այլ կերպ է մեկնաբանում։ Այս գործընթացը ոչ թե ղեկավարվել է Հայաստանից, այլ ղեկավարվել է այլ պետությունից, ենթադրաբար Թուրքիայից։ Ես վստահ չեմ, ենթադրում եմ Թուրքիայից։ Ու այդ իմաստով, այդ ռակուրսով որ նայենք խնդրին, ապա հասկանալի կլինի, որ Հայաստանի օրվա իշխանությունները ուղղակի չեն տիրապետել այդ ինֆորմացիային։ Հայաստանի իշխանությունները հանդես են եկել ոչ թե որպես պայմանագրային կողմ, այլ որպես մենեջեր, այսինքն կատարող կողմ։ Զանգել են, ասել են, որ լինելու է փոխանակում, իսկ Նիկոլ Փաշինյանը որպես թարմ լուր շտապել է ներկայացնել հանրությանը, կարծում է Կարեն Հեքիմյանը։ Կարմիր խաչից ասացին, որ իրենք ներգրավված չեն եղել այս գործընթացում, այդ իսկ պատճառով չեն կարող մեկնաբանություն տալ։ Համենայն դեպս գերիների վերադարձը տեղի է ունեցել այլ փոխհամաձայնությամբ։ Անահիտ Սարգսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։